Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է։ Այսօր մենք եւս աշխատում ենք արտահերթ արտակարգ ռեժիմով պայմանավորված Իրան-Իսրայել պատերազմով։ Այսօր պատերազմի երկրորդ օրն է։ Մինչ մեր եթեր դուրս գալու պահը կողմերը փոխանակվել են հարվածներով։ Իսրայելը շարունակել է թիրախավորել Իրանի ռազմական ենթակառուցվածքները, հրամանատարական օբյեկտները, ինչպես նաև միջուկային եւ նաև որոշ դեպքերում տնտեսական օբյեկտներ եւս։ Իհարկե այդ հարվածների ընթացքում նաև համաձայն տեղեկատվության բնակելի շենքեր են վնասվել, Իրանն էլ իր հերթին հայտարարել է պատասխան գործողությունների մասին եւ բալիստիկ հրթիռներ ուղարկել Իսրայելի կողմը, դրանց մեծ մասը հակաօդային պաշտպանության կողմից չեզոքացվել է, սակայն Թել Ավիվում եւ մի շարք այլ քաղաքներում մենք տեղեկատվություն ենք ստանում, որ կան ավերածություններ։ Տասնյակ զոհվածներ կան իրանական կողմում, իսրայելական կողմը հայտնում է 4 անձի զոհվելու մասին, այն էլ այդ բոլորը պայմանավորված է նրանով, որ ժամանակին չեն իջել հանրային ապաստարաններ, ինչպես հայտնի է Իսրայելը ունի այդ հնարավորությունները, որ գրեթե ամբողջ բնակչությանը պատսպարի այդ ապաստարաններում հենց նման դեպքերի համար։ Մնացածը դե իհարկե արագաշարժության խնդիրը արդեն բնակիչները պետք է իրենք լուծեն եւ այստեղ ինչ որ բացթողումներ են եղել։ Փորձենք հասկանալ ինչ է տեղի ունենում, նաեւ շատ ակտիվ է դիվանագիտությունը եւ այդ փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել տեսակապով մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է լրագրող, ով հենց Իրանի շուրջ հարցերի լուսաբանմամբ է զբաղվում, Ռուբեն Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, խնդրեմ շատ հաճելի։ Շնորհակալ եմ, նմանապես։ Պարոն Մինասյան, դուք ուշով հետևում եք տեղեկատվությանը կապված այս պատերազմի հետ, դուք ինքներդ էլ նաև ծագումով իրանահայ եք։ Պատերազմը մի շարք, այսպես ասենք, համակարգային բացեր բացահայտեց իրանական պետության կողմից, ինչ են խոսում այդ մասին հենց իրանական մամուլում, սոցիալական մեդիան կամ ձեր տեղեկություններով սովորական մարդիկ, համեցեք։ Գիտեք, որ երեկվանից Իրանի կապի նախարարությունը հայտարարեց, որ համացանցի օգտագործումը սահմանափակում է եւ հենց դրանով պայմանավորված շատ դժվար է Իրանից տեղեկություններ ստանալ։ Ես հետևում եմ իհարկե ամեն ժամ տարբեր իրանական ալիքներին եւ խմբերին, օրինակ լրագրողական խմբերը, որ խոսում են իրար հետ, մասնակցում եմ, առաջի հերթին կարելի է ասել, որ անակնկալ եւ զարմանքի այսպես ասած մեջ են եւ չեն պատկերացնում, որ ինչքան թույլ կարող է լինել իրանական եւ հետախուզությունը եւ ասենք ռազմական օբյեկտների պաշտպանությունը եւ օրինակի համար Իրանը շատ էր սիրում ասել, որ S-300-ներ է գնել պաշտպանելու համար երկինքը Իրանի, բայց տեսնում ենք, որ դրանք ընդհանրապես անգործունյա են եւ նոր կարդում էի Իսրայելի բանակը հայտարարություն էր արել պարսկերենով, որ մենք
Իրանի արևմուտքից մինչև Թեհրան ստեղծել ենք ազատ թռիչքային դաշտ եւ ինչ ուզում անում ենք։ Այնպես որ բոլորը խուճապի մեջ են Իրանում, ում հետ որ կարողացել եմ կապվել եւ առաջի հերթին զարմացած եմ, որ ինչպես կարելի էր այսպիսի վիճակում հայտնվել։ Պարոն Մինասյան, նաև հասկանալի է, որ այդ առաջին հարվածի էֆեկտը ձեռք բերվեց հենց հանկարծակիության գործոնի ապահովման ճանապարհով եւ մեծ վնաս է հասցված բալիստիկ հրթիռների այդ արձակման կայաններին, հակաօդային պաշտպանությանը, հրամանատարությանը, որում թե ռազմական, թե շտաբային, թե հետախուզական, որում հարվածները կետային էին եւ այդ ամենը հնարավոր չէր լինի, եթե, ինչպես ասում են, գետնի վրա իսրայելական հետախուզությունն այսքան մեծ ներկայություն, ներթափանցման այսպիսի բարձր մակարդակ չունենար, սա ուղղակի տրամաբանությունն է հուշում, հա, ձեր մեկնաբանությունը։ Հետախուզական մարմնի ներթափանցման մասին Իրանում ժամանակին նույնիսկ Իրանի որոշ նախագահներ են խոսել, օրինակ խոսել է Ահմադինեժադը, բայց թե դա ինչ մակարդակի է հասնում, երևի թե Իրանում ոչ ոք չէր պատկերացնում։ Այսինքն ոչ ոք չէր պատկերացնում, որ կարելի է Իրանում ստեղծել անօդաչու թռչող սարքերի բազաներ եւ հենց Իրանից հարվածել օբյեկտները։ Այսօր լրագրողները կատակում էին իրանցի լրագրողները իրար հետ որ խոսում էին, կատակում էին, ասում էին, որ անհավանական չի, որ նույնիսկ դիմաց լինեն բանկ եւ այդ գործի համար վարկ վերցած լինեն, այսինքն այնքան տարածված են եղել, այնքան հանգիստ են աշխատել Իրանում եւ դա տևել է տարիներ, դա մի օրվա կամ մի ամսվա խնդիր չի եղել, դա ինչպես Իսրայելն է հայտարարում, 1.5 տարուց ավել այս պրոյեկտի վրա աշխատել են եւ փայլուն են իրականացրել, այսինքն եթե հաշվի առնենք, որ այսօր էլ զոհերի մեջ իրանական կողմի գեներալներ կային, եթե չեմ սխալվում, արդեն 25 գեներալ են ձեռքից տվել եւ դա չի կարելի, այսինքն եթե նույնիսկ Իրանը կարողանա Իսրայելում թիրախավորել 25 գեներալ, նոր կարողանա հավասարակշռել զոհված գեներալների իմաստով։ Մինչդեռ գիտենք, որ ոչ մի տեղեկություն չկա, այսպես կոչված, ոչ մի բարձրաստիճան զինվորական Իսրայելում չի վնասվել, նաև պետք է նկատի ունենանք, որ ավելի քան 2 տարուց ավել է, որ Իսրայելը պատերազմի մեջ է եւ ժողովուրդը վարժեն, այսինքն իրենց համար ապաստարանից դուրս գալը կյանքի մի մաս է դարել եւ դա կյանքեր է փրկում, ինչ խոսք։ Մինչդեռ Իրանում ճիշտ հակառակը, Իրանում նախ ապաստարաններ չկան այդ առումով եւ ժողովուրդը այնքան էին վստահում պետությանը, որ դուրս էին գալիս փողոց, որ տեսնեին որտեղն է, տեսնեն ինչ է կատարվում եւ հենց դրա հիման վրա էլ այդ պատճառով էլ զոհվում էին։ Այսինքն հարվածները, որ Իրանը փորձում է բացատրել, որ պատասխանել ենք, դրանք ես կարծում եմ, որ որևէ կերպ պատասխան անվանել հնարավոր չի եւ Իրանի ստացած հարվածը շատ մեծ է։ Ես այսօր առավոտյան կարդում էի, որ իսրայելական կողմը հաշվարկել է, որ Իրանը քանի հրթիռ ունի եւ որը քանի հրթիռ բաց թողնելով երբ այդ հրթիռները կվերջանան։ Այո, նաեւ իրենք բացատրում էին, որ իրանական կողմի հրթիռների 100
օգտագործելը հենց դրա համար է, որ չեն ուզում, որ այդ հրթիռների քանակը շուտ ավարտվի եւ իրենք մնան առանց հրթիռների։ Իրենց հաշվարկներով 1300 հրթիռ կարող է արձակել Իրանը, որոնցից արդեն 300-400-ը արձակել է եւ ըստ դրա իրենք ենթադրում են, որ պատերազմը կարող է տևել մոտավորապես 10-12 օր։ Եվ իրենք սպասում են, որ այդ հրթիռները եթե ավարտվեն, արդեն ինչքան ես գիտեմ, նույնիսկ գետնի վրա պլաններ ունեն, որ գործողություններ կատարեն Իրանում։ Պարմինասյան, տեսեք արևմտյան գնահատականներով Իրանի բալիստիկ հրթիռների կուտակած թիվը կարող էր լինել 800-ից 2000, ահա այսպեսի միջակայք էին նշում ռազմական փորձագետները։ Հիմա լավ, ասենք թե սենց օրը 100-ով, 200-ով կրակեցին, վերջացավ։ Ինչ է տեղի ունենալու հետո, մանավանդ տեսնենք, որ հակաօդային պաշտպանությունն է մի հուժկու հարված ստացել իսրայելական օդուժի կողմից եւ ըստ էության իսրայելական օդուժը անխոչնդոտ թռչում է Իրանի վրայով։ Այո, իսրայելական օդաչուները հետ հարցազրույց էին նայում, որ իրենք ասում էին, որ երկուսը ըստ իրենց բացատրությունների կարողացել են մի ժամից ավել Իրանի երկնքում լինել եւ ոչ մի հակահարվածի ականատես չեն եղել։ Սրանից ամիսներ առաջ, երբ Իսրայելը մի օրով հարձակվեց Իրանի վրա, բոլոր մասնագետները պնդում էին, որ լրջորեն վնասվել է հակաօդային պաշտպանությունը Իրանի, եւ սա արդեն դրա ապացույցն է, որ իսկապես հակաօդային պաշտպանություն չկա Իրանում եւ օդանավները ինչ ուզում անում են։ Տեսեք, հրթիռները, որոնք արձակվում են իրանական կողմից դեպի Իսրայել, անցնում են մի քանի երկիր եւ օրինակի համար Հորդանանում ես գիտեմ, որ վնասվել են, կարողացել են չեզոքացնել հրթիռների մի խմբականակ եւ դա օգնում է Իսրայելին, որ ամենակիչ քանակով հրթիռները հասնեն Իսրայելի տարածք եւ տարածքում այդ պաշտպանությունը ավելի քիչ հրթիռների ասենք վնասազերծելու խնդիր ունի, որովհետև եթե այդ պաշտպանության խնդիրն էլ հենց դա է, որ եթե հրթիռների քանակը շատ են լինում, բաց է թողնում, այսինքն մի քանի հրթիռ կարող է այդ արանքում կարողանան հասնել գետնին։ Չեմ պատկերացնում, որ ասենք հրթիռների քանակը ավարտվի, ինչ կարող է լինել։ Ես այսօր լուրեր եմ տեսել, որ Իրանի արևմուտքը անիշխանություն է եւ մարդիկ ով ինչ ուզում անում է եւ ոնց որ թե իշխանություն գոյություն չունենա։ Այսօր Իրանի հոգեվոր առաջնորդը ոչ մի պատգամով էլ հանդես չի եկել ու այն տեղեկությունները, որ ստանում ենք ընկերներից կծկրտուր, որովհետև ասում եմ, ինտերնետը հասանելի չի, կամ հեռախոսակապով, եթե կարողանում եք կապնվել, Թեհրանում էլ իրավիճակը շատ անկայուն իրավիճակ է եւ անորոշություն է տիրում ամբողջ Իրանում, մարդիկ իսկապես չգիտեն, որ ինչ է լինելու այս ելքը այս իրավիճակից ինչպեսին է լինելու։ Պարոն Մինասյան, դուք Իրանը ներսից լավ գիտեք, Իրանը միատարր երկիր չէ, Իրանում ապրում են էթնիկ խմբեր միլիոններով, որոնք, ասենք, այլ հարևանությամբ, այսպես ասենք, պետություն ունեն կամ ուզում են ունենալ, ասենք, բազմամիլիոն ազերիներ, բազմամիլիոն քրդեր, բազմամիլիոն բելուջներ, որոնք
Պակիստանի տարածքում են ինչ-որ հռչակել, ինչ էլ Բելուջիստան եւ հայտնի չի այդտեղ ինչ զարգացումներ են։ Այս իմաստով, երբ երկիրը, այսպես ասենք, անհաջող պատերազմ է վարում, սա ինչի կարող է հանգեցնել եւ ներսում, այսպես ապակայունացման պոտենցիալ դուք տեսնում եք, թե չէ, մանավանդ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում որոշ շրջանակներ խոսում են այն մասին, որ հեսա գնանք մեր Թաբրիզն ազատագրենք, էս անենք, են անենք եւ այլն եւ այդպես շարունակ, համեցեք։ Տեսեք, իհարկե կան անջատողական, այսպես ասած բջիջներ Իրանում եւ հարավում, եթե չեմ սխալվում, 20 միլիոնից ավել արաբախոսներ կան եւ հյուսիսում թուրքախոսներ եւ բալուչները եւ քրդերը եւ դրանց մեջ կան անջատողական տրամադրություններ ունեցող բջիջներ դրանց դեմ ժամանակին նաեւ պայքարել է Իրանի թագավորը վերջին թագավորը եւ նաեւ պայքարել է Իսլամական Հանրապետությունը եւ մինչ օրս էլ պայքարում է։ Մի կարևոր հարց կա Իրանի նկատմամբ, որ հասարակության մեջ այդ անջատողականությունը ես չէի ասի, որ շատ բարձր մակարդակի է կամ շատ են ուզում, որ անջատվեն Իրանից։ Հակառակը, ես կարծում եմ, որ նման, ասենք, եթե փորձեր լինեն, հասարակությունը ինքը կսկսի դրանց սաստել եւ իրենց տեղը նստացնել եւ Իրանի հասարակությունը չեմ կարծում, որ գնա անջատողականության։ Այս փորձը Իրանը ունեցել է, այսինքն Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ անջատողական լուրջ խնդիրը, որ ունեցել է քրդերի հետ, որոնց կարողացել է զսպել եւ ոչ մի այդպես ասենք անջատողական շարժում թույլ չի տվել Իրանում զարգանա։ Ես կարծում եմ, որ այս անգամ նույնիսկ դա էլ չենք ունենա եւ շատ ավելի քիչ պետք է լինի այդ իհարկե կսկսեն օգտվել, այսինքն թուրքերը, ադրբեջանցիները միշտ էլ իրենց երազանքը եղել է, որ Թավրիզը կարողանան կցել Ադրբեջանին կամ Թուրքիային, բայց անհաջող փորձեր եղել են, բայց չի ստացվել։ Ես կարծում եմ, որ այս անգամ էլ չի ստացվի, որովհետև ինչքան ժամանակ է անցնում, այնքան այդ անջատողականության կրակը մարում է եւ հիմա օրինակի համար Թավրիզում ինչքանով որ ես տեղյակ եմ, շատ ավելի քիչ թրքախոսներ կգտնեք, քան ասենք, պարզ է, որ շատ են թրքախոսները, մեծամասնություն են, բայց նաև իրենց մեջ արդեն ավելացել են պարսկերենով խոսողները, ինչի ժամանակին համարյա թե ես չեմ հանդիպել, բայց հիմա ասում են, որ արդեն կան երեխաները, որոնք պարսկական դպրոցներ են գնում, դուրս են գալիս, արդեն պարսկերենով են սկսում շփվել եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ նման վտանգի առաջ Իրանը չի կանգնի, դա իմ կարծիքն է եւ շատ մեծ հույս ունեմ, որ նման վտանգի առաջ Իրանը չկանգնի, որովհետեւ եթե Իրանը գնաց դեպի անջատողականություն, կարելի է ասել, որ մենք Իրանից կմնա շատ փոքր հատված, որը դա հայկական շահերին ընդհանրապես մոտ չէ եւ այդ հասկանալի է։ Որ տարածաշրջան կունենանք։ Այո, այդ հասկանալի է, բայց պարոն Մինասյան, տեսեք, դուք ասում եք անջատողականությունը առանձին այսպես մարգինալ բջիջներով է արտահայտված, իսկ հասարակության լայն շրջանակներում դա, այսպես ասենք, տարածում չունի, իսկ եթե այլ հատուկ ծառայություններին, հետախուզություններին այդքան հեշտ է Իրանում նույնիսկ դրոններ տեղադրել, հարվածներ հասցնել, չգիտեմ, 1000 բան չեն կարող այս իրավիճակից օգտվել, շահարկել, ասենք այն ինչ որ տարածում չէր գտնում, մեկ էլ սկսի գտնել։ Չկա տենց վտանգ, ինչ եք կարծում։
Համենայն դեպս չի լինի բացառել եւ տրամաբանական էլ չի բացառել, այո, այդպիսի վտանգ կա, միշտ օրինակ Ադրբեջանի եւ Թավրիզի խնդրով գոնե շաբաթը 1-2 դեպք լսվում է լուրերում, որ ձերբակալվել են ադրբեջանցիներ, որոնք քարոզում էին այսպես ասած անջատողականություն կամ հակառակ կողմում Ադրբեջանում լուրեր են տարածվում, որ շիիստներ են ձերբակալվել, որոնք աշխատում էին Իրանի պետության համար, կա, համենայն դեպս այդ վտանգը կա, ես կարծում եմ, որ բացի այն, որ Իրանի պետությունն է եւ հակահայտախուզությունն է դրանով զբաղվում եւ լրջորեն այդ հարցերը իր տեսադաշտում է պահում, նաև եթե խոսքը գնա անջատողականության մասին, դա պետք է հասարակության մեջ բանկ, ինչ են ասում, գտնի իր հետևորդներին, ես կարծում եմ, որ գոնե թրքախոս շրջանում, Թավրիզում, Ուրմիայում եւ հյուսիսային այդ հյուսիսարևմտյան շրջանում Իրանի, ես կարծում եմ, որ հիմա դժվար թե նման ալիքի ականատես լինենք։ Ինչքան էլ որ այո, բոլոր այդ գաղտնի ծառայությունները աշխատում են այդ ուղղությամբ եւ միշտ են աշխատել։ Եվ ամփոփելով պարոն Մինասյան, մենք նաև խնդիր ենք տեսնում հետևյալում, որ այս իրավիճակն էլ հաշվի առնելով իրանական կողմը խոսում է, որ դուրս է գալիս բանակցություններից եւ սխալ է համարում ընդհանրապես դրա մասին խոսելը։ Ուղղակի հարց է առաջանում, իսկ ինչի վրա է հույսը դրել, որ ինչ լինի։ Այսպես շարունակվի։ Բանակցությունները իրանական ատոմային, այսպես ասած, տեխնոլոգիաների վերաբերյալ էին, հիմա պետք է մտածել, որ դրանք այդ ատոմային ենթակառուցվածքները Իրանում ինչքանով են խնդրահարույց Արևմուտքի եւ Իսրայելի համար ստացած հարվածներից հետո, ես չեմ կարծում, որ նույնիսկ Արևմուտքը հիմա որևէ հետաքրքրություն ունի այդ բանակցությունները շարունակելու, որովհետեւ հարվածը, որը Իրանը ստացել է այդ օբյեկտներին եւ գիտնականների թիրախավորելով եւ այդ օբյեկտները թիրախավորելով երևի թե տասնամյակներ պետք կլինեն Իրանին վերականգնելու եւ հասնելու նորից նույն մակարդակի, նույն ուրանի հարստացման մակարդակի, որը Իսրայելի համար խնդրահարույց կլինի։ Ես կարծում եմ Իրանը իհարկե հայտարարել է, որ նպատակը հարմար չի տեսնում, մյուս կողմից, բայց կարծում եմ, որ Արևմուտքը մտածում է, որ դուռը բաց թողներ Իրանի համար, որ եթե հանկարծ ուզենան հետ կան բանակցությունների սեղանին, սեղանը դատարկ չլինի, ես կարծում եմ դեռ շուտ է, հիմա հնարավոր է, որ ասենք վաղվա բանակցություններին չմասնակցեն, բայց չեմ կարծում կամ գոնե հնարավորություն տեսնում եմ, որ փորձեն բանակցել եւ այս իրավիճակից բանակցությունների միջոցով դուրս գալ։ Տրամպը կարծեմ նմանատիպ հայտարարություն է արել, որ ենթադրում է թե Իրանը կվերադառնա բանակցություններին եւ իր համար ավելի ձեռնտու է բանակցությունների միջոցով այս խնդիրը լուծել, քան թե ռազմական, բայց պարզ է արդեն, որ վերադարձող Իրանը չի լինելու նույն Իրանը, ինչ որ 10 օր առաջ էր, եւ այս հարվածները իրենց դերը խաղալու են եւ այն ենթադրությունը, որ կար նախքան պատերազմը, թե Արևմուտքը փորձում է ամեն ինչ ստանալ Իրանից ոչինչ չտալով,
Եթե նման մտադրություն ունեցել է արևմուտքը, պարզ է, որ հիմա ամենալավ ժամանակն է, որ դրան հասնելու համար եւ Իրանի վերադարձի պարագայում միանշանակ հասնելու են այդ Բաղդադի երազանքին։ Շատ շնորհակալ եմ, պարոն Մինասյան, ձեր այս կարևոր դիտարկումները, տեղեկությունները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Շնորհ հանդիպում, բարին ձեզ։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր լրագրող Իրանի հարցերի լուսաբանմամբ զբաղվող մեր գործընկեր Ռուբեն Մինասյանին իր դիտարկումները կապված Իրան-Իսրայել պատերազմի դրա հենց ներ-իրանական ընկալումների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։